Մեզ մեղադրողների միայն կասեմ հետևյալը. սեփական սխալն ընդունելը, առավել ևս ուղղելը անշուշտ մեծ համարձակություն է պահանջում։ Շատ լավ հասկանում եք, որ 7 տարի առաջ հրաժարականի պարտադրանքի ոգևորության մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է։ Ինչ խոսք։ Այ ուրիշներին մեղադրել ամենահեշտն է։ Ուրեմն ինչու չգնալ հեշտ ճանապարհով։ Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից պատշել ամենաբարձր գոռացողի էշի ճակատը։ Դա կարծես թեւավոր խոսք դառավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք։ Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է։ Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողություն չունեցան, այդ թվում պայքարի մեր երբեմնի գործընկերները, եւ պարզվում է նրանց անհաջողության մեջ ենք մենք մեղավոր։ Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք, մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշացարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինել, քան խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը միասին անփորձանք ափ հասցնելը։ Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ։ Մինչդեռ նշած շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են սերժ մերժել, քար նետել հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր, պաթոլոգիա։